Առաջին հերթին հանրությունը մեր պետք է տեղեկանա, թե ինչպես է այդ խնայողությունը տեղի ունեցել։ Տեսեք, ժամանակի ընթացքում նման մեծ ընկերությունները, որ աշխատում են, իրենք ներդնում են իրենց աշխատանքային ռեսուրսները մենեջմենթի արդյունքում, լավ աշխատանքի արդյունքում, արդյունավետությունը բարձրացնում են այնքան, որ ընկերությունը սկսում է նվազեցնել իր կորուստները, ծախսերը։ Ընկերությունը լավ աշխատելու շնորհիվ, այս պահին ասենք հեծը, կարողացել է հասնել այն արդյունքի, որ սկսած նոյեմբեր ամսից 2024 թվականի մինչև մայիսի 1-ը 2025 թվականի խնայվել է 3.6 միլիարդ դրամ, որից հետո դիմվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով, պահանջով, որ վերանայենք հոսանքի սակագինը եւ բնակչության համար սակագինը իջեցնենք տվյալ գումարի չափով, բայց այդ ժամանակ չգիտեմ ինչ պատճառաբանությամբ հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովը ոչ թե չի իջեցրել սակագինը, նույնիսկ տվյալ հարցը չի հանրայնացրել։ Բերեք այստեղ հասկանանք մի այսպիսի բան, երբ որ մի ընկերություն անում է ինչ-որ մի սխալ բան, չգիտես ինչի, որը հանրությանը կարա վնաս տա կամ վնաս չտա, միանգամից սկսում է հանրայնացվել։ Ինչի համար այդ օրվանից սկսած մինչ օրս պետությունը չի հանրայնացրել այն փաստը, որ մայիս ամսին հեծի կառավարիչները դիմել են հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողով խնդրանքով հանրության համար գինը նվազեցնել եւ իրենք չեն համաձայնվել։ Այստեղ հարց է առաջանում. ինչի համար։ Արդյոք նրանք աշխատում են ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, թե ոչ կամ ի նպաստ հանրությանը, հա։ Ես ենթադրում եմ, որ ոչ։ Հետո գալիս ենք անցնում է ժամանակներ։ Մինչ օրս մայիսից մինչև վերջին ժամանակը 5 ամիս ժամանակ։ 5 ամսվա ընթացքում ոչինչ տեղի չի ունենում, հանրայնացվում է նորից այդ հարցը, որ կա հնարավորություն իջեցնելու, որովհետև մենք արել ենք ամեն հնարավոր բան, որ սակագինը կարող է հանրության համար նվազել։ Մենք այսօր շատ լավ գիտենք, թե սոցիալապես ինչ ծանր պայմաններում ապրող հայրենակիցներ ունենք, ու այստեղ ոչ միայն ծանր սոցիալապես ապրող հատվածի համար է այս ամեն ինչը, այլ յուրաքանչյուր քաղաքացու, ինչի համար վճարել ավելի թանկ, երբ որ կարելի է վճարել ավելի էժան, երբ որ տվյալ ընկերությունը կարողացել է կառավարման շնորհիվ, ճիշտ աշխատանքի շնորհիվ հասնել նման արդյունքի, որ հանրությունը վճարի ավելի էժան, ինչի համար պետությունը շնորհակալություն չի հայտնում այդ ընկերությանը ու հակառակ կալանավորում է ընկերության սեփականատիրոջը ու չի հանրայնացնում նրա բարի կամքի դրսևորումը, որ այդ մարդը արել է ամեն ինչ, որ հանրությունը ստանա ավելի մատչելի հոսանք։ Այստեղ ինձ թվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, ով մերժել է, ինքը պետք է հանրության առաջ պատասխան տա։ Ես վստահ եմ, հանրությունը պետք է իմանա դրա հիմնական պատճառները։ Պատճառներից մեկը նշվել էր, որ բալանսը հնարավոր է փոխվի, հիմնավոր հարց է առաջանում։ Արդյոք եղել են հաշվարկներ, որ բալանսը պետք է փոխվի, ինչ ռիսկեր են իրենք տվյալ պահին հաշվել, արդյոք տվյալ որոշումը եղել է միանձնյա, թե եղել է հանձնաժողովի կողմից, կա արձանագրություն, թե չկա արձանագրություն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պետք է հանրությանը տա հստակ կոնկրետ հարցերի պատասխաններ։ Ու այսօր մենք այստեղ ենք այս դիմումները հանձնելու, որ կա իրական հնարավորություն, որ հանրությունը ստանա ավելի էժան հոսանք։ Իսկ ինչ որ դուք ձեր հարցին վերադառնամ, որ պատրաստվում են ընտրություններից առաջ իջեցնել, հետո նորից բարձրացնել, իհարկե ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Դրա համար ենք մենք բարձրացնում այսօր այս հարցը, որ ոչ թե հնարավոր է այս ամեն ինչը այսօր իջացնել, այլ դա հնարավոր է 5 ամիս առաջ իջացնել։ Ինչի համար պետք է մենք բոլորս Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ինչի համար 5 ամիս շարունակ վճարել ավելի թանկ հոսանքի համար։ Թող պատասխան տան։